Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի իրավապահ համակարգը փաստացի չի կարողանում վերահսկել ու զսպել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղում ստեղծված բայթյունավտանգ իրավիճակը։ Դեպքերը ծավալվում են սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո։ Ժողովուրդ օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն սպանված Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել գործով հնարավոր կազմակերպիչներից մեկին Մերձավանի նախկին գյուղապետ երիտասարդ Մհեր Ախտոյանին։ Նրան սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ Զվարթնոց օդանավակայանից ճանապարհել է Վալոդյա Գրիգորյանի սպանության ենթադրյալ կասկածյալ Գևորգ Հարությունյանը։ Ինչու է Մհեր Ախտոյանը լքել Հայաստանը, որտեղ է հիմա եւ ինչու իրավապահները քայլեր չեն ձեռնարկում, առայժմ մնում է անպատասխան։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Այս տարվա նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բացառությամբ թոշակառուների պետք է լրացնեին հայտարարագիր, որի ժամկետը երկարաձգվել էր արդեն գարնանից մինչև նոյեմբեր։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլի է նահանջել եւ այլևս չի պահանջում մարդկանցից հայտարարագիր լրացնել։ Ինչու է բարիացել վարչապետը Հայաստանը ԵՍ նախաձեռնության հիմնադիր Նայիրի Սարգսյանը հրապարակավ հայտնել էր, որ 860,000 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 94,382-ը։ Օգոստոսի 31-ի դրությամբ 2024 թվականի համար տարեկան եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակում հայտարարագիր ներկայացրել է 94,382 անձ։ Այս թվից ավելի քան 60,000 անձ պարզապես կրկնել է նախորդ տարվա պարտադիր հայտարարագրումը, ինչը նշանակում է, որ փաստացի նոր հայտարարագիր լրացրել է ընդամենը 34,000 քաղաքացի։ Այսինքն քաղաքացիների մոտ 10%-ն է լրացրել հայտարարագիրը, որը խայտառակված ցուցանիշ է իշխանության համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երևանում ամենացածր ձայներով ընտրված քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսել է հերթական խստացման քաղաքականությունը մայրաքաղաքում, այս անգամ մտադիր լինելով առանց զիջման պայքարել վարչական շրջաններում առկա ապօրինի շինությունների դեմ։ Քաղաքապետարանից Ժողովուրդ օրաթերթին փոխանցած տեղեկության համաձայն այս պահին Ավինյանի գլխավոր թիրախը գնունու շուկան է, որը պետք է ամբողջությամբ մաքրվի անտեսելով անգամ դատական որոշումները։ Սակայն այստեղ խնդիրներն ավելի խորքային են, բանն այն է, որ քաղաքապետարանի համար ապօրինի համարվող շինությունների մի մասը իրականում ունի որոշ օրինական փաստաթղթեր, հատկապես երբ խոսքը վերաբերվում է այն դեպքերին, երբ սեփականատերերը դատական կարգով արդեն իսկ հաղթել են քաղաքապետարանին։ Մեր աղբյուրները հիշեցնում են նոր վարչական շրջանում գտնվող Գյուրջանի շինության մասին, որը երկու եղբայրների սեփականությունն է եւ որը նախկին քաղաքապետ Մարությանի հրամանով քանդվել էր։ Հետագայում դատարանում հաղթելուց հետո եղբայրները ոչ միայն վերականգնել են շինությունը, այլև կառուցել են ավելի մեծը ստանալով փոխհատուցումներ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հեծի ժամանակավոր կառավարիչ Սամվել Կարապետյանի հաշվին ամսական 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է կառույցը հպատակեցնելու գործը։ Նա աշխատակազմի ղեկավար կազմից տասնյակ անձանց է ազատել, որոնց մեծ մասը դիմել է դատարան եւ շուտով քննություն կսկսվի։ Ոմանց առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին, որ աշխատանքը չկորցնեն մեծ թվով ՔՊ համակիցների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ վարողների ընդունել աշխատանքի։ Հերթը հասել է շարքային աշխատակիցներին, որոնց եւս մինչև ընտրությունները պետք է յուրային դարձնեն։ Հրապարակ թերթը գրում է. Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջև արեստացին կոնֆլիկտը լուծվել է հօգուտ Սիմոնյանի, ավելի ճիշտ իշխանությունը չի ցանկացել ԱԺ-ում քննության առարկա դարձնել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը, քանի որ քննարկումը կարող էր նորից կրքեր բորբոքել ու հիշեցնել պատերազմը, իսկ իրենք 2 ամսից ավել է խաղաղության կեղծ քարոզ են տանում։ ԱԺ նախագահը զեկույցը ուղարկել է ԱԺ առաջին գաղտնի բաժին, այն պատգամավորները, ովքեր գաղտնիության հասանելիություն ունեն, կարող են ծանոթանալ, թեպետ նախագահը առաջարկում էր ԱԺ փակ լսումների ֆորմատով զեկույցը քննարկել, սակայն Անդրանիկ Քոչարյանը դա մերժել է։ 3 պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանին հարցրինք. Ինչ եզրակացության է փոխանցել ԱԺ նախագահին, զեկույցը իսկապես ժամկետանց է։ Քոչարյանը հայտարարում է, որ Սահմանադրական հանձնաժողովը լեգիտիմ է, քանի դեռ խորհրդարանը չի ավարտել իր լիազորությունները։ Վարդանյանն էլ երկար-բարակ խոսեց ու ուղիղ չասաց, որ ժամկետանց է վեճ չի կարող լինել, կարող է լինել այն պարագայում, երբ կա տարընթերցում։ Մենք տարընթերցում չունենք, ես շատ հստակ ներկայացրել եմ այն, ինչ նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։